Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի քայլը ստեղծել 300,000 նոր գործի տեղ Հայաստանում։ Շատերը կասեն, բոլորը դա կարող են ասել։ Ինչպես եք դա անելու։ Սրա տակ կա մակրոտնտեսական ուղենշված քաղաքականություն։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ Քաղաքականության հիմքում ընկած է առաջի քայլը արդյունաբերականացում, վերաարդյունաբերականացում։ Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր արտադրող եւ ստեղծարար պոտենցիալից։ Մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող, վարկերի հաշվին ապրող եւ ծառայություններով ինչ որ ձև յոլա գնացող երկիր։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Ինչ ձևով ենք մենք իրականացնելու 300,000 գործի տեղի ստեղծումը։ Առաջինը, մեր երկիրը տարեկան, եթե վերարտանում անենք, $7 միլիարդ ներմուծում է անում։ $7 միլիարդ։ Մեր երկրի ներմուծման եւ արտահանման տարբերությունը համարյա $4 միլիարդ է։ Եթե մեր երկրի ապրանքներն ենք նայում, վերարտանումը անում ենք։ Տարեկան Հայաստանը $4 միլիարդ ավելի գումար է ուղարկում դուրս, քան ստանում է։ Մենք աղքատանում ենք $4 միլիարդ, իսկ գիտեք ոնց է այդ աղքատության, այդ $4 միլիարդ տարբերությունը Հայաստանը կոմպենսացնում։ Կամ դրսից հայերի փոխանցումներով, կամ պետական պարտքով։ Այսինքն մենք պարտքով ենք ապրում։ Վերցնում ենք Հայաստանի ներմուծման հիմնական կետերը, ինչ է ներմուծում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սկսում ենք պլանավորված քաղաքականություն վարել այդ ներմուծման ուղղությամբ, որ գործարաններ ստեղծենք ներմուծվող ապրանքների ուղղությամբ։ Օրինակ, երկրում թիվ 2 ներմուծումը, նավթամթերքն է, բենզին, դիզել։ Մենք գիտեք, շատերը գիտեք, որ մենք առաջարկել ենք նավթավերամշակման գործարան Հայաստանում, որը բում նավթ կբերի համարյա 2 անգամ, մինչև 2 անգամ էժան գներով եւ կվերամշակի մեր երկրում։ Տարեկան $500 միլիարդ շրջակայություն ունեցող ընկերություն է դա, որպեսզի դուք հասկանաք, Հայաստանում ընդամենը քաջարանի պղնձե մոլիբդենայինն է, որը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է, այդ մակարդակին։ Մյուս բանը, մեր երկիրը ներմուծում է մեծ քանակությամբ գազ։ Հիմա կասեք ոնց է գազը ստեղ արտադրելու։ Գազի հետ կապված մենք համարյա $500 միլիարդ մեր երկիրը գազ է ներմուծում։ Բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն եւ իսկ մեզ տա գազ։ Ինչ ենք անելու մենք։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր ջերմաէլեկտրակայաններ ենք ստեղծելու, որը հրազդանում ունենք, որը կստեղծենք նաև սահմանին Իրանի հետ։ Իրանը այդ տեխնոլոգիաներին չի կարողանում ունենա մուտք, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ։ Հայաստանը ունի մուտք։ Այդ տեխնոլոգիաներով, ջերմաէլեկտրակայաններով մենք կստեղծենք Իրանի սահմանին գազ էլեկտրականության դիմաց մեծ համակարգ, որը մեր երկիր կթողի տարեկան $500 միլիարդ, որպեսզի դուք հասկանաք, դա իր քանակով էկվիվալենտ է ինչ է համեմատել։ Երևի երկրի ամբողջ թոշակների համարյա մոտ է թոշակների ֆոնդի հետ։ Չեմ ասում ամբողջը շահույթ կլինի։ Դա շրջանառություն է, եւ եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք գազ ունենանք անվճար գնով։ Այսինքն շահույթ այն ջերմաէլեկտրակայանների։ Մենք ունենք տարեկան մոտ $70 միլիոն թռչնի մյուս մսերի թռչնի ներմուծում։ Դուք պատկերացնում եք Հայաստանի գյուղերը ամբողջությամբ դատարկում են, Հայաստանը գնում է աշխարհի ծայրից թռչնի միսը բերում։ Բոլոր ուղղություններով, ներմուծման մեջ բոլոր ուղղություններով մեր երկիրը կարող է
արտադրություններ ստեղծել։ Իսկ ով է ստեղծելու այդ արտադրությունները։ Հիմա կասեք պետությունը լավ կառավարիչ չի։ Ես էլ եմ ասել, որ պետությունը լավ կառավարիչ չի։ Բոլորս գիտենք։ Պետությունը չի կարող նստել սպասել ներդրողը դա անի։ Պետությունը պետք է արդյունաբերական քաղաքականության մեջ մի կարևոր քայլ անի։ Աշխարհում կա արդյունաբերության հեգեմոն երկիր։ Այս պարին այդ հեգեմոն երկիրը Չինաստանի ժողովրդական հանրապետությունն է։ Չինաստանը աշխարհի արդյունաբերության նշանակալի մասն է կազմում եւ ամենադինամիկ զարգացող արդյունաբերական երկիրն է։ Ինչ է տալու մեզ Չինաստանի հետ համագործակցությունը արդյունաբերության մեջ։ Չինաստանում կա արտահանման ընկերություն, որը ֆինանսավորում է իր բոլոր գործարաններին, ովքեր օրինակ դու գործարան ես ուզում ստեղծես քո երկրում։ Եթե չինական սարքավորումներով գործարան է ստեղծում, Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է շատ էժան գնով 70%-ը։ 70%-ը Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է, եթե դու օրինակ նավթավերամշակման գործարան եք ուզում, կամ պղնձամոլիբդենայինի հիմքի վրա պղնձի վերամշակման գործարան եք ուզում, 70%-ը ֆինանսավորում է։ Եթե օրինակ պղնձի վերամշակումը հաշվենք 250 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջե, մենք հասկանում ենք, որ 30%-ը այս բյուջեի կլինի մոտարապես 80-ի կարգի, 80-82 միլիոն։ Հայաստանում շատ քիչ բիզնեսմեն կա, որ 80 միլիոն կկարողանա ներդնի։ 4-5 հոգի են, որից երևի 2 հոգի կանոնավորված։ Ու այդ պատճառով մեր երկրում, եթե մենակ մի գործարանի մասին խոսեինք, կասեինք լավ, մի գործարանի համար ներդրող կգտնենք, բայց մենք անելու ենք տասնյակ, իսկ ինչ է անելու պետությունը այստեղ։ Օրինակ 80 միլիոն ներդրման մոտավորապես 80 միլիոն ներդրման պարագայում։ Մեր պետությունը, որը 30%-ն է ներդրման, պետությունը վճարելու է, տալու է, աջակցելու է 15%-ը, իսկ ներդրողից պահանջելու է ևս ներդրում 15%-ը։ Առաջի հայացքից դուք տեսնում եք 40 միլիոն ներդրողը կարող է դնել, նա գիտի, որ պետությունը ևս 40-ի հետ դնում է եւ չինական արտահանման ընկերությունից, արտահանման ֆոնդերից ստանում է ֆինանսավորում։ Ինչ է սա տալու։ Պետությունը, հիմա կասեք պետության փողերը տանում ես բիզնեսներին ես տալիս։ Ոնց է պետությունը հետ բերելու այս գումարը։ 15% ներդրում անելուց հետո 15% ընդամենը ներդրում անելով, պետությունը բերում է 100% ներդրում իր երկիր։ Կարողացա։ Այսինքն, պետությունը աջակցում է 15%-ով, մյուս 15-ը ներդրում է ներդրողը, 70% տալիս է Չինաստանի արտահանման ընկերությունը, որպես վարկ։ Դու 15% քո բյուջեից տալիս ես, բերում ես 100% ներդրում։ 40 միլիոն տալիս ես, բերում ես 250 միլիոն ներդրում։ Դա, որպեսզի հասկանաք, մի ամբողջ քաղաք, եկեք ասենք, Հրազդան քաղաքի տոտալ գործազրկության հարցը լուծում է։ Հրազդան քաղաքում պարակ, մարդ չի լինելու այս պարագայում։ Ստեղ հարց, 40 միլիոն պետությունը դրեց, Նարեկ ջան։ Ոնց է այդ գումարը հետ ստանալու։ Պատասխան։ Արդյունաբերության մեջ ներդրված գումարի 13-ից 15%-ը հարկերով հետ է գալիս։ Այսինքն, եթե 13% արդյունաբերության մեջ ներդրման հարկերով հետ է գալիս, դու դնում ես 15% պետություն, պետությունը ներդրում է 15%, բերում է 100% ներդրում, բայց իր դրած 15%-ից է 13%-ը հարկերով հետ է ստանում։ Դա միջինացված փորձագետների տվյալներ են։ Այսինքն, դու ունենում ես ընդամենը 2% ծախս, 100% ներդրում բերելով քո երկիր։ Շարունակենք մյուս ուղղությունները, բոլոր մյուս գործարանները մեր երկրում, որը պետք է կառուցվի, կկառուցվի նույն տրամաբանության մեջ։ Չինաստանի արտահանման ներդրումային ֆոնդը վճարելու է, ֆինանսավորելու է 70%-ը,
15%-ը վճարելու է ներդրողը, կլինի հայ, կլինի օտարերկրյա, ում համար դա շատ լավ պայման է։ 15%-ը կվճարի պետությունը 1-2 տարվա ընթացքում հարկերով հետ կստանա։ Պետությունը բան չի կորցնում։ Համարյա 0 ներդրումով 250 միլիոն դոլար ներդրում է բերում երկիր։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարի 140-ը չեն անցել։ Այս մի վարժությունով մենք ուղղակի օտարերկրյա ուղղակի ներդրումների համարյա 2 անգամի չափ ներդրում ենք բերում։ Սա լինելու է տասնյակ վարժություններ են լինելու։ Հարյուրավոր ամեն քաղաքում մենք ունենալու ենք զարգացման ծրագիր։ Դա դժվար գործ է, բայց այդ քայլերը կան, մենք այդ փորձը ունենք, ու դա բերելու է գործազրկության հաղթարման։